Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։ Բարև ձեզ, պարոն Բալասանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես Միացյալ Նահանգների նախագահը հայտնում է, որ այսօր նախատեսված է Իսրայելի բանակցությունները, միջնորդ հանդիսացող երկու կողմերի միջև Պակիստանի պատվիրակությունը Պակիստանի բանակի հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրի գլխավորությամբ 3 ժամանեց Թեհրան, իսկ Սպիտակ տան մամուլի խոսնակը հերքում է այն տեղեկությունը, թե Միացյալ Նահանգները պաշտոնապես դիմել է Իրանին հրադադարը երկարաձգելու խնդրանքով։ Ընդհանուր ինչ իրավիճակ է տիրում այժմ տարածաշրջանում Իրանի շուրջ։ Կարող ենք ասել, որ այս հրադադարը միտված է պատերազմը վերջնականապես ավարտելուն, թե սրա միջոցով ամերիկյան կողմը պարզապես ժամանակ է շահում նոր հարձակման անցնելու համար։ Նախ շնորհակալություն կրկին հրավերի համար։ Ես կարծում եմ երկրորդ տարբերակը Միացյալ Նահանգները ուղղակի ժամանակ է ձգում ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը դուք արդեն նշեցիք Լիբանան, Իսրայել բանակցություններում արդեն իսկ ցույց է տալիս, որ այստեղ խնդիրը Լիբանանի եւ Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելը չէ, քանզի որպես այդպեսին Լիբանանի եւ Իսրայելի միջև որևէ խնդիր չկա։ Խնդիրը Հեզբոլլահի եւ Իսրայելի միջև է։ Եվ ակնհայտ է, որ այստեղ ոչ մի միջնորդական առաքելության մասին խոսք լինել չի կարող։ Այստեղ 3 դաշնակից ըստ էության հավաքվել են մեկ հարկի տակ Լիբանան, Իսրայել եւ Միացյալ Նահանգներ, որպեսզի հասկանան, թե Հեզբոլլահի հարցերը ինչպես ասում են, ինչպես են լուծելու, եւ ինչպես Ռուբիոն էր ասում, եկել է Հեզբոլլահի թեման առասարակ փակելու ժամանակը։ Ուղղակի իրենք էլ շատ լավ հասկանում են, որ Հեզբոլլահը դա զուտ կազմակերպություն չէ։ Հեզբոլլահը հանդիսանում է դիմադրության առանցքի մաս։ Հեզբոլլահը Իրանի մերձավորագույն դաշնակիցն է տարածաշրջանում, հետևաբար Հեզբոլլահի հետ ռազմական գործողություններ վերսկսելը նշանակում է ռազմական գործողություններ վերսկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հետևաբար ես այս ամենը դիտարկում եմ իբրև ժամացույցների սլաքների ուղղում ապագա գործողություններում համատեղ աշխատելու համար։ Ես չեմ բացառում, որ լիբանանյան բանակ կգործողվեն իսրայելական որոշ գեներալներ օպերացիաներ կազմակերպելու համար ընդդեմ Հեզբոլլահի եւ այդ ամենը կարվի, ինչպես ասում են, ուրիշի դրոշի ներքո, այսինքն լիբանանյան բանակի համազգեստով իսրայելցի զինվորները կփորձեն ներսից թիկունքից հարվածել Հեզբոլլահին եւ հարցերը այդպես փորձել կարգավորել։ Ուղղակի այստեղ շատ դժվար իրավիճակ է ստեղծվում, քանզի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը 2 շաբաթ առաջ կարծեմ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ըստ էության չդիմացավ եւ բացահայտեց Իսրայելի իրական պլանները, որ իրենց խնդիրն է հարավային Լիբանանը ամբողջությամբ մաքրել եւ Լիբանանի հարավային Լիբանանի բնակիչները Դարայի հովիտը, որտեղ որ հիմնականում ապրում են շիաները եւ Հեզբոլլահի կողմնակիցները, նրանք այլևս իրավունք չպիտի ունենան վերադառնալ իրենց տները։ Այստեղ որոշակի այսպես զուգահեռներ Արցախի հետ էլ կարելի է համեմատել, որտեղ նույն ձեռագիրն է ինչ որ արեց Ադրբեջան Արցախի հետ կապված։ Ինչ վերաբերում է Պակիստանի պատվիրակությանը, ես անկեղծ ասած ծանոթ չեմ այդ նորությանը, բայց իրանական լրատվամիջոցները եւ Telegram ալիքները դեռ առավոտից նշում էին, որ Պակիստանը իբրև միջնորդ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում իր առաքելությունն ավարտել է եւ արդեն Պակիստանը Իրանը չի դիտարկում իբրև միջնորդ Միացյալ Նահանգների։ Իրանան 3 երեկոյան էր հաղորդում եւ Մունիրին դիմավորել է իդեպ Աբբաս Արաղչին։ Այստեղ ուրիշ հարց է, այստեղ միգուցե խնդիրը ոչ թե միջնորդ լինելն է, այլ Պակիստանը կարծում եմ կշարունակի ուղղակի լինել տեղեկատվություն փոխանցող, բայց ոչ միջնորդ։ Այսինքն ինչ որ տեղեկատվություն տանեն, ինչ որ տեղեկատվություն բերեն, դա միջնորդական առաքելություն չէ։ Միջնորդական առաքելության ժամանակ միջնորդ պետությունը երկու երկրների հետ հստակեցնում է այն հնարավոր հաշտեցման ուղիները, որոնք իրենք դիտարկում են եւ հետո կազմակերպում նրանց հանդիպումը։ Պակիստանը հանդիպումը կազմակերպեց Իսլամաբադում, հանդիպումը ավարտվեց անարդյունք։ Հետևաբար կրկին վերադառնալ պակիստանյան միջնորդության, ես կարծում եմ Իրանը չի գնա, բայց Իրանը ուշադիր կլսի Պակիստանի առաջարկները, որոնք նա փոխանցում է Միացյալ Նահանգների կողմից։ Եվ այս պարագայում Միացյալ Նահանգների նախագահի հրահանգը շրջափակել Հորմուզի նեղուցը, բնավ չի խոսում այն մասին, թե Միացյալ Նահանգները ցանկանում է շուտապույտ ավարտել պատերազմը։ Հետևաբար
խոսել այն մասին, թե Պակիստանի միջնորդական առաքելությունը կհաջողվի եւ նա կկարողանան խաղաղությանը երկարաձգել կամ զինադադարը երկարաձգել, ես մի փոքր թերահավատ եմ։ Երկուշաբթի օրվա այդ հայտարարությունից հետո, Թրամփի հայտարարությունից հետո, որ պետք է շրջափակեն Հորմուզի նեղուցը եւ իրանական նավահանգիստները, ինչպես մենք արդեն նշեցինք, շաբաթ օրը տեղ ունեցած բանակցությունների արդյունք չգրանցելուց հետո իրանցիները այսպիսի թրոլինգ են շատ լավ անում, էլի, ամերիկացիներին այսպիսի նկար են տարածել Մոջթաբա Խամենեի այաթոլլայի նկարը եւ գրել էին, որ Հորմուզի նեղուցը դա սոցցանցի էջի, որ ի պատասխան արգելափակման դու էլ իրան բլոկ անես։ Միջայլոց այդ հայտարարությունից հետո, ընդամենը մի քանի ժամ հետո, առնվազն 2 շատ մեծ ուրեմն լցանավ անցել է Հորմուզի նեղուցով, դուրս է եկել իրանական հատվածից, Հորմուզի նեղուցն անցել, ամերիկյան նավերի կողքով անցել եւ գնացել իր ճանապարհով, այսինքն արդեն կարծում եմ ինչ որ մի հատված է եկել եւ աշխարհը այլևս լուրջ չի ընկալում Թրամփի հայտարարությունները եւ իրեն հենց Թրամփին։ Հետևաբար Թրամփը կարող է իր մտքում 4 անգամ շրջափակել Հորմուզի նեղուցը, 6 անգամ պարտության մատնել Իրանին, շաբաթը մեկ հաղթել Իրանին եւ հայտնել, որ 2 շաբաթից շատ կարեւոր լուրեր են լինելու։ Ինքը ամեն 2 շաբաթը մեկ այդ մասին ասում է, որ 2 շաբաթ հետո շատ կարեւոր լուրեր են լինելու։ Մենք սպասում ենք, դեռ այդ կարեւոր լուրերը ըստ էության չկան։ Եվ այդ լուրերին մենք չենք սպասում։ Միացյալ Նահանգների ներսում են սպասում, որ հասկանան վերջը ինչ է լինելու։ Բայց ոչինչ էլ չի լինելու։ Ըստ էության Թրամփը եւ նրա դաշնակից Իսրայելը պետք է հասկանան մի բան։ Իրանը շատ պինդ ընկույզ էր իրենց համար եւ Իրանում իրենք ըստ էության առնվազն իմիջային ջախջախիչ պարտություն կրեցին։ Տնտեսական առումով եւ ռազմավարական ու ռազմական առումով էլ չեմ խոսում։ Իսրայելը որպես անհաղթ պետություն, երկաթե գունդ իբրև աշխարհի ամենից առաջատար հոբ համակարգ, այդ միֆը ցույց տվեց, որ դա միֆ է ուղղակի։ Միացյալ Նահանգներն իբրև, ինչպես ասում են, ալամ աշխարհի պաշտպան, ամենայն դեպս Պարսից ծոցում ինքը այդպես էր ներկայանում եւ արաբներից տարեկան $1 տրիլիոն էր տանում Միացյալ Նահանգներ միայն նրա համար, որ ինքը պաշտպանում է նրանց Իրանի հարձակումներից։ Հիմա Իրանի հարձակումները եղավ, ըստ էության Պարսից ծոցը վտանգ կա, որ կարող է վերադառնալ քարիդար, քանզի եթե նավթ եւ գազ չկարողացան վաճառել եւ բիզնես այդ մթնոլորտը, որ ձևավորվել էր Էմիրատներում, նրանք չկարողացան վերականգնել, Արաբական Միացյալ Էմիրություններին շատ ծանր շրջան է սպասում։ Դրան գումարած զբոսաշրջության անկումը, դրան գումարած Կարմիր ծովի շրջափակումը, միայն Հորմուզի նեղուցի հարցը չի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցն էլ է շրջափակված հուսիտների կողմից, հետեւաբար այստեղ խնդիրներ կան շատ լուրջ։ Եվ Միացյալ Նահանգների այլևս այդ տարածաշրջանում լինելը արդեն վտանգ է հենց արաբական աշխարհի համար։ Դեպաբար ես չեմ կարծում, թե մենք այստեղ ականատես կլինենք այսպես դարակազմիկ իրադարձությունների, որ Միացյալ Նահանգները կրկին այսպես հաղթողի կարգավիճակով կվերադառնա տարածաշրջան։ Ես կարծում եմ այս պահին պլան մաքսիմումը Թրամփի ուղղակի մնալ տարածաշրջանում։ Ուղղակի մնալու։ Դա կդիտարկվի իբրև մեծագույն հաղթանակ, քանզի կա վտանգ, որ արաբական երկրներն առաջին հերթին կարող են ուղղակի դեպի դուռը ցույց տալ Միացյալ Նահանգներին իր տեխնիկայով եւ իր բազաներով հանդերձ։ Այո, իսկապես շատ հետաքրքիր եւ բավական վտանգավոր իրավիճակ է, ինչպես դուք նշեցիք, Հեզբոլլահ, փաստորեն Իսրայել, Բաբ էլ-Մանդեբի նեղուց Եմեն հութիները եւ Հորմուզի նեղուց, այսպիսի ընդհանուր պատկեր է ստացվում, փաստորեն ընդհանուր տարածաշրջանում։ Այո, դրան գումարենք մի բան էլ։ Միացյալ Նահանգներին այդպես էլ չհաջողվեց իր երկու կարևոր խաղաքարտը քրդերին եւ ուրեմն բելուջներին օգտագործել Իրանի դեմ ցամաքային օպերացիայում, համենայն դեպս դեռևս չհաջողվեց։ Այս երկուսի վրա էր դրված ամերիկյան խաղադրույքը եւ երկուսն էլ վերջին պահին հասկացան, որ ուղղակի Միացյալ Նահանգների պատճառով կարող են դառնալ զոհ այդ քաղաքականության եւ այսպես քաղաքավարի շատ հրաժարվեցին դրանից։ Պատերազմի ավարտից հետո հարցեր կան Թուրքմենստանի կառավարությանը, Իրանի սահմանակից։ Իրանի սահմանակից։ Ես դեռ պատերազմը սկսելուց առաջ էի նշել, որ Թուրքմենստանում տեղակայված են ամերիկյան Delta Force հատուկ նշանակության ուժերը եւ ամերիկյան օդաչուների փրկության օպերացիան, որ իրականացվեց Black Hawk ուղղաթիռների միջոցով, տեղաբնակները նշում են, որ այդ ուղղաթիռները Իրանի տարածք են մտել հյուսիսից։
Այսինքն կամ Ադրբեջանից կամ Թուրքմենստանից։ Իսկ եթե այդ ուժերը տեղակայված են Թուրքմենստանում, բնականաբար մեծ հավանականությամբ հենց Թուրքմենստանից։ Իսկ ինչու նրանք ժամանակին չեն հայտնաբերվել, քանի որ թռչել են շատ ցածր բարձրության վրա Կասպից ծովի վրայով։ Եվ հոբ համակարգը, ռադարները ֆիզիկապես ի վիճակի չեն եղել ֆիքսել դա, եւ դա միայն նրա մասին չի խոսքը, թե Իրանի հոբ համակարգը վատն է, ոչ։ Աշխարհի ոչ մի հոբ համակարգ ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռ կամ ինքնաթիռ գրեթե ֆիքսել չի կարող։ Հետևաբար ռադարների մասին է խոսքը, այո։ Նրանք մտել են Իրան, դուրս են եկել։ Մտնել դուրս գալը, մտել են զոհերով եւ նաեւ տեխնիկայի կորստով դուրս են եկել, բայց Թուրքմենստանի կառավարության ուղղված հարցերը մնալու են։ Այսինքն ամերիկացիները կարող է դուրս գան տարածաշրջանից, բայց Թուրքմենստանը չի դուրս գալու տարածաշրջանից բնականաբար եւ որպես Կասպից ծովի ավազանի երկիր, իմիջիայլոց սրանով նաեւ խախտել է Կասպից ծովի կոնվենցիան, քանզի այդտեղ արգելվում է օտար պետությունների զորքերի արկայություն Կասպից ծովի հատվածում։ Թուրքմենստանը սա եւս խախտել է։ Հետևաբար դեռ այստեղ հարցեր են առաջանալու։ Ադրբեջանի հետ կապված էլ չեմ ասում, այնտեղ արդեն հարցեր ի սկզբանե եղել են։ Եվ նաև այն մյուս հարևանների Իրանի կամ ոչ անմիջական հարևանների, ովքեր այս պատերազմի օրերին այսպես մի տեսակ կրավորական կեցվածք էին ընդունել եւ այսպես ցույց են տալիս, թե իբր սա իրենց կռիվը չի եւ իրենց չէ հետաքրքրում այնտեղ ինչ է կատարվում։ Այնպես որ դեռ կարծում եմ տարածաշրջանի համար պատկերավորված ճակատամարտը եւ ուղիղ եւ անուղիղ եւ ուղղակի եւ անուղղակի իմաստով դեռ արժևում է։ Ինչ շատ հետաքրքիր է հատկապես Պակիստանի դերակատարությունը եւ նրա հարաբերությունները թե ամերիկյան կողմի, թե Իրանի հետ, որովհետեւ ես որքան հասկանում եմ, բավական այսպես ոչ միանշանակ եւ հակասական են Պակիստանի հակամարտության հետ է Հնդկաստանի հետ, ավելի զերծ ինչ որ ռազմաքաղաքական համագործակցություն ունի Չինաստանի հետ, Իրանի հետ էլ կարծես միանշանակ չեն հարաբերությունները, ինչպես ստացվեց, որ Պակիստանը այսպես վստահելի միջնորդ դարձավ այդ թվում Իրանի համար եւ այդ Հորմուզի նեղուցի կամ նավահանգիստների շրջափակումը դա ինչ քայլ է ընդհանրապես, այսինքն ինչ է տալի Միացյալ Նահանգներին։ Ուղղակի ինչ որ ասենք գործողություն է պատասխանելու համար։ Նախ Միացյալ Նահանգների նավատորմը չի բավականացնի Հորմուզի նեղուցի իրականում շրջափակելու համար, քանզի դա հսկայական տարածք է եւ դա միայն նեղուցի դրսի կողմից, այսպես արտաքին կողմից շրջափակում չէ։ Քանզի եթե Միացյալ Նահանգների նավերը շատ մոտենան այդ հատվածին, նրանք անմիջապես ենթարկվելու են հարձակման իրանական համապատասխան ուժերի կողմից։ Եվ արդեն Իրանի զինված ուժերի հրամանատարությունը զգուշացրել է Միացյալ Նահանգներին չգնալ այդ արկածախնդրությանը։ Թրամփը սա ուղղակի այսպես իբրև պատասխան գործողություն է ներկայացնում, չնայած Հորմուզի այսպես շրջափակումը եւ իրանական կողմից Հորմուզի նկատմամբ հսկողության հաստատումը դա նույն հարցը չի։ Միացյալ Նահանգներն էլ շատ լավ հասկանում են, որ իրենք ուժային ճանապարհով Հորմուզի նեղուցը ապաշրջափակել ուղղակի չեն կարող։ Քանզի այն ստորջերի ականները, որոնք տեղադրվել են Իրանի կողմից, այդ ականները տեղադրվել են քաոտիկ։ Հետևաբար ցանկացած հատվածում այդ ականը կարող է դուրս գալ եւ խնդրեմ դառնալ Միացյալ Նահանգներին։ Բան բարացան, բայց այդ դեպքում ասենք չինական, հնդկական նավերը ոնց են աստում դառնում։ Դե քաոտիկ, բայց կա նաեւ քարտեզ որոշակի, որը որ իրանական կողմը տրամադրում է կամ ես կարծում եմ իրանական նավերն են ուղեկցում խոշոր այդ նավերին դուրս գալու Հորմուզի նեղուցից։ Ուղղակի ուղեկցում են ինչ-որ մի հատված եւ հետ են գալիս։ Դրանից հետո նրանք շարունակում են իրենց ճանապարհը։ Բայց սրանով Միացյալ Նահանգները հասկանում է, որ ինքը Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հետ կապված մնացել է մեն-մենակ։ Իրեն ոչ ոք չի օգնում, ոչ մի դաշնակից իր կողքը կանգնած չի, ոչ Ավստրալիան, ոչ Հարավային Կորեան, ոչ Ճապոնիան, ոչ Մեծ Բրիտանիան ծովային տերություն, ոչ Ֆրանսիան, ոչ ոք։ Սա իմիջիայլոց պետք է ֆիքսել, որ իրանական պատերազմը մի տեսակ կատալիզատորի դեր խաղաց նաև ՆԱՏՕ-ում տեղի ունեցող իրավիճակը ջրի երես հանելու համար։ Այն խորքային հակասությունները, որոնք կային տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև, որոնք որ սքողվում էին այսպես Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որ ինչ խնդիրներ որ կան, դա պետք է մնան դաշինքի ներսում եւ դուրս չգան։ Հիմա իրավիճակը փոխվում է եւ Տրամփի այս պահանջը եվրոպական երկրներին հատկապես
Մարկ Ռյուտեի այցը Վաշինգտոն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար եւ վերադարձից հետո նրա հայտարարությունը, թե Տրամպը խնդրեց փոխանցել եվրոպական երկրներին, որ նրանք պարտավոր են միանալ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ այս պատերազմում եւ այլն, խոսում են մասին, որ Միացյալ Նահանգները մեծ հաշվով կորցնում է իր ազդեցությունը ՆԱՏՕ-ի վրա։ Բայց մյուս կողմից Տրամպը սա միտումնավոր կարող է անել, որպեսզի ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալը ինքը հիմնավորի։ Տրամպը շատ լավ հասկանում է, որ ՆԱՏՕ-ում լինելը բեռ է ըստ էության Միացյալ Նահանգների համար, ֆինանսական առումով եւ նաեւ իմիջային առումով, Տրամպի այն խոսքերը, թե եթե իրանական պատերազմը ձերը չէ, ուրեմն Ուկրաինայի պատերազմն էլ մերը չէ, դա հենց այնպես կամ էմոցիայի տակ ասված խոսքեր չեն։ Սա ցույց է տալիս, որ կա խորքային հակասություն Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշման եւ Իրանի հարցում եվրոպական երկրների դիրքորոշումների միջեւ, եւ այս բախման մեջ ըստ էության տուժելու է Հյուսիսատլանտյան դաշինքը։ Սա ակնհայտ է։ Եվ Տրամպի այս քայլը սա ուղղակի հուսահատության քայլ է, ցույց տալու, թե եթե դուք չեք ուզում, ես միայնակ, եթե չեք օգնում, ես միայնակ էլ կարող եմ։ Մյուս կողմից եվրոպական երկրներն ասում են, մենք ունենք Հորմուզի նեղուց ապաշրջափակելու մեր պլանը, իսկ ո՞րն է այդ պլանը։ Ըստ էության Եվրոպական միության ոչ մի երկիր չի կարող ուժային ճանապարհով ապաշրջափակել Հորմուզը։ Պիտի նրանք գնան պայմանավորվելու ճանապարհով։ Պիտի նրանք գնան գումար վճարելու ճանապարհով եւ նրանք դա անելու են։ Նրանք նախընտրելու են գումար վճարել Իրանին յուրաքանչյուր նավի համար $2 միլիոն, որպեսզի Իրանը թույլատրի այդ նավերը դուրս գան, քան գնալ հակամարտության սրման, շատ լավ իմանալով, որ դա իրենց ոչինչ չի տալու։ Ավելի են կախման մեջ ընկնելու Միացյալ Նահանգների ներկայացներից, քանզի իրենք իրենց ձեռքով ընդունել են օրենք, որով արգելվում է 2027 թվին արդեն Ռուսաստանի Դաշնությունից ցանկացած էներգակիրներ գնելը։ Դա Եվրոպական միությունն է ընդունել։ Քաթարը չի կարողանալու դա, որովհետև իր հեղուկ գազի հետ համակարգը գրեթե դուրս է եկել գործածությունից եւ այնտեղ ամիսներ են պետք այդ ամեն ինչը ենթակառուցվածքների վերականգնելու համար, հետո, հա։ Այո, եւ մնացել է այստեղ Միացյալ Նահանգների հեղուկ գազը։ Կամ իրենք պիտի գնեն Իրանից նավթ, որ հետո դա վերածեն էլեկտրաէներգիայի, կամ պիտի գնեն Միացյալ Նահանգներից մի քանի անգամ թանկ գներով եւ ավելի խորացնեն իրենց կախվածությունը Տրամպից։ Ես կարծում եմ եվրոպական երկրները, ասելով որ մենք ունենք առանձին պլան, մտածում են հենց Իրանի հետ լեզու գտնել, վճարել Իրանին, նավթը բերել Եվրոպա եւ դրանով մի փոքր բարձրացնել իրենց էներգետիկ անկախության մակարդակը առաջին հերթին հենց Միացյալ Նահանգներից։ Իսկ ինչ վերաբերվում է Տրամպի քաղաքականության, թե ինչ շահեց եւ ինչպիսի իրավիճակ է հետո լինելու, սա եւս բավականին այսպես հետաքրքիր զարգացումների տեղիք է տալու, քանզի Իրանի եւ նրա դաշնակիցների այս քաղաքականությունը եւ նրանց միասնությունը եւ այս ֆոնին ՆԱՏՕ-ում արկա այս բաժան լինելը, սա միանշանակ բավականին լուրջ իմիջային հարված է հենց առաջին հերթին Միացյալ Նահանգներին եւ նաեւ նրա արաբական դաշնակիցներին։ Մյուս հանգամանքը Այաթոլլան իր մահով ըստ էության միավորեց մահմեդական աշխարհը, քանզի ուրեմն Իսլամաբադում, Պակիստանում գտնվող շատ հայտնի քարոզիչներից մեկը եւ Սաուդյան Արաբիայում ապրող շատ հայտնի սուննի քարոզիչներից մեկը միաժամանակ երկու հոգի դատապարտեցին այս ամենը եւ դա իրենց համար ընդունեցին իբրև անձնական ողբերգություն։ Նման բան չէր եղել, որ սուննի ու շիա համայնքների միջև այսպիսի ընկալում լինի, ինչպիսին որ կա հիմա։ Եվ վերադառնալով Պակիստանին, թե ինչու է Պակիստանը այսքան շահագրգռված այս հարցում եւ ո՞րն է պատճառը։ Իսլամական երկրին։ Տեսեք, Պակիստան-Հնդկաստան պատերազմում Թրամփը շատերի համար զարմանալի պաշտպանեց Հնդկաստանին։ Պակիստանը փորձում է այս ամենն օգտագործել տարածաշրջանում իր դերը Միացյալ Նահանգների աչքում բարձրացնելու համար, քանզի շատ լավ գիտի Պարսից ծոցում իրավիճակը հանդարտվելուց հետո մեծ հավանականությամբ պայթելու է Հնդկաստան-Պակիստան։ Քանզի այդ նմանատիպ կոնֆլիկտները հնարավոր չի կարգավորել բանակցություններին, որտեղ կան կոնֆլիկտներ, որոնք հնարավոր չի ուղղակի կարգավորել։ Այդ կոնֆլիկտները կարգավորվում են, երբ կողմերից մեկը մյուսի դեմ պատերազմ է սկսում եւ վերցնում է կամ չի վերցնում, հա։ Արցախի հարցն էլ բոլորիս համար, այսինքն այդ այն հարցերն են, որոնք միջազգային հարաբերություններում ուղղակի կան հարցեր, որոնք պետք է հնարավոր չի կարգավորել։ Արցախը այդ հարցերից մեկն էր։ Հայաստանն ասում էր ազգերի ինքնորոշման սկզբունք, Ադրբեջանը ասում էր տարածքային ամբողջականության սկզբունք։ Այլ հարց է, որի սկզբանը այտենց պիտի չդրվեր,
Բայց քանի որ տենց դրվեց եւ բանակցությունները այդպես գնացին, ըստ էության հայտնվեցինք փակ ուղում։ Հիմա նույնը Հնդկաստան-Պակիստանն է։ Հնդկաստանն ասում է Քաշմիր, Ջամու Քաշմիր նահանգներն իմն է, Պակիստանն ասում է իմն է։ Ընդ որում խառը բնակեցված։ Խառը բնակեցված եւ այստեղ կան մահմեդականներ եւ այնտեղ կան մահմեդականներ։ Հետեւաբար շատ դժվար, եթե չասեմ անհնար է այս ամենը բանակցային ճանապարհով լուծել։ Հիմա Պակիստանը խաղադրույքները բարձրացնում է Միացյալ Նահանգների աչքին, որտեղ ինքը ունենալով իր տարածքում նաեւ բելուջներին կարող է ցանկության դեպքում իհարկե մեծ դժվարությամբ, բայց կարող է ազդել Իրանում ապրող բելուջների վրա, քանզի եւ Իրանում եւ Պակիստանում կա Բելուջիստան նահանգ եւ նրա միջոցով փորձել այսպես ապակայունացնել իրավիճակը Իրանում։ Սա մեծ ռիսկեր պարունակող այսպես խաղադրույք է Իսլամաբադի համար, բայց կախված հանգամանքից Իսլամաբադը կարող է եւ գնալ այդ քայլին, եթե նա լինի վստահ, որ տարածաշրջանային մյուս հարցերում Միացյալ Նահանգները 100%-ով պաշտպանելու է Իսլամաբադին, նույն ասենք Դելիի դեմ պատերազմը։ Մյուս կողմից էլ Իրանը այսպիսի ռազմական հաջողություններ առնվազն իրեն հաջող պաշտպանելուց հետո երևի կարելի ասել, որ ուժեղի դիրքերից է հանդես գալու։ Ոչ թե կարելի ասել, ըստ էության, այո, Իրանն այսօր տարածաշրջանում առաջատար տերություն է, լիդեր տերություն է, հզոր ռազմական պոտենցիալ ունեցող տերություն է, եւ սա եւ Թուրքիան է շատ լավ հասկանում, դրա համար մենք Էրդողանի ձայնը չենք լսում ուղղակի ծպտունը դուրս չի գալիս։ Սա շատ լավ հասկանում են արաբական երկրները, եւ այստեղ արաբական երկրները շատ լուրջ խնդրի առաջ են նաեւ կանգնած։ Արաբական երկրների ղեկավարները նաեւ պետք է ստիպված լինեն պատասխան տալ եւ մահմեդական աշխարհից եկող հարցերին, Ինդոնեզիայից, Մալազիայից, մյուս երկրներից եւ նույն արաբական աշխարհի մյուս պետություններին, թե իրենք ինչու են անթակույց պաշտպանում Իսրայելին Իրանի դեմ պատերազմում, եթե իրենց բոլորի նպատակը այդ 30 ավել արաբական երկրների 37 կարծեմ գլխավոր նպատակը Պաղեստինի հարցի կարգավորումն է, ինչպես իրենք տասնամյակներ շարունակ ասում էին Պաղեստինի ժողովրդին։ Նույն Սաուդյան Արաբիան, նույն Էմիրությունները, նույն Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, արաբական երկրները նկատի ունեն։ Այո, բարձրացած որ դա միֆ էր ըստ էության։ Առնվազն 19-20 արաբական պետություն կա, եթե ոչ ավել։ Եթե ոչ ավել։ Հյուսիսային Աֆրիկան էլ եթե հաշվում ենք, հիմա այս երկրների միջև էլ տարաձայնությունները խորանալու են, քանզի մի մասը հարցեր ունի տալու Սաուդյան Արաբիային, Հորդանանին, Արաբական Միացյալ Էմիրություններին, թե ինչու են իրենք համաարաբական այսպես շահը դնում մի կողմ հանուն Իսրայելի։ Եթե ժամանակին դա արվում էր այսպես թաքնված, բանալով հայտարարությունների իրենք պաշտպանում էին Պաղեստինի ժողովրդի անկախության իրավունքը, բայց օգնում էին Իսրայելին, հիմա իրենք տանում են անթակույց։ Հիմա նույն Սաուդյան Արաբիան, Կատարը, Քաթար ենք ասում իհարկե, բայց հայերեն ավելի ճիշտ տարածությունը Կատարն է, որոնք հարյուրավոր միլիոնավոր դոլարների ռազմական պայմանագրեր էին կնքում Միացյալ Նահանգների հետ։ Ինչու պատերազմ չեն հայտարարում Իրանին, եթե ռմբակոծում է իրենց տարածքը։ Գուցե իրենք այսպես մուսուլմանական իսլամական համերաշխություն ունեն ներքին այս երկրի հետ։ Ոչ, ուղղակի իրենք այդ զենքից օգտվելու ձևը չգիտեն ուղղակի։ Հրթիռը առել են, թանկ կրակ F-35-երն առեկանգնացրել են արաբական բարգ արևի տակ, բայց իրենք չունեն պատրաստված օդաչուներ այդ ինքնաթիռները շահագործելու համար։ Իրանը ունի, իրենք չունեն։ Հետևաբար իրենց համար սա կլինի մահացու, եթե հանկարծ իրենք պաշտոնապես պատերազմ հայտարարեն Իրանին։ Եթե իրենք պատերազմ հայտարարեն Իրանին կամ մտնեն Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունների մեջ, ուղղակի արաբական թերակղզին կվերածվի մոխիրի, ուղղակի, քանզի իրանական բանակը այլևս զսպվածություն չի ցուցաբերելու եւ չի հարվածելու միայն այն օբյեկտների, որոնք ունեն ամերիկյան կամ խառը ծագում։ Հիմա արդեն հարվածներ կհասցվեն բոլոր օբյեկտներին, որոնք Իրանը կհամարի իր համար էական։ Դրանք եւ ինստիտուտներն են, եւ համալսարաններն են, եւ զբոսաշրջային վայրերն են, եւ նավթահանքերն են, եւ նավահանգիստներն են։ Այդ դեպքում ինչ է մնալու այդ երկրներից, ըստ էության ոչինչ։ Իրենք դա շատ լավ գիտեն։ Դրա համար ոչ թե իրենք չեն մտնում պատերազմի մեջ, որովհետեւ իրենք այդքան խոհեմ են եւ ինչպես դուք ասեցիք, համամահմեդական այսպես սոլիդարություն են, պահում, ոչ, ուղղակի չեն կարող։ Իրենք էլ դա շատ լավ գիտեն, որ չեն կարող։ Այդ միլիարդավոր դոլարների զենքը, որ ժամանակին գնել են, դա ըստ էության իրենց աչքին վերածվելու է եւ վերածվել է արդեն սովորական մետաղի ջարդոնի։
ծոցի արաբական երկրները եւ Սաուդյան Արաբիան, ես չգիտեմ Սաուդյան Արաբիան էլ է համարվում ծոցի, այսինքն այդ մի քանի երկրները եւ Սաուդական պետությունը, որը փաստացի առաջատարն է թերակղզում եւ այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցները, շատ ավելի ճիշտ ասած նրանց կթուկովը, իրենց ընդհանրապես պետության պետական տեսլականով, որը ներդրումներ, արևմտյան համագործակցություն, խաղաղություն, տնտեսական բարեկեցություն եւ այլն եւ այլն։ Եվ Նիկոլ Փաշինյանի գլխավորած եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետությունը, որը կարծես թե նույն ճանապարհով է տանում Հայաստանը, ներդրումներ, բարեկեցություն, համագործակցություն Միացյալ Նահանգների հետ եւ մյուս կողմից Իրանը բոլորովին այլ կոնցեպտով, ինչ դաս են տալիս Հայաստանին։ Ես կարծում եմ, այստեղ ճիշտ կլինի ձեր հարցին պատասխանել ես միշտ այդ բանը բերում եմ, օրինակը բերում եմ, դա այսպես կատարել օրինակ է։ Այդ հարցին ճիշտ կլինի պատասխանել նույն Միացյալ Նահանգների պետքարտուղար Հենրի Կիսինջերի հայտնի խոսքերով, որ Միացյալ Նահանգների այդ թշնամություն անելը վտանգավոր է, բարեկամություն անելը մահացու վտանգավոր։ Արաբական երկրներ իրենց մաշկի վրա զգացին, որ Միացյալ Նահանգների այդ բարեկամություն անելը մահացու վտանգավոր է։ Ուղղակի լավ կլինի, որ տարածաշրջանի մյուս պետությունները եւս, այդ թվում նաեւ մենք, սրանից դասեր քաղենք։ Բիսմարկն ասում էր, խելոք մարդիկ դասեր են քաղում ուրիշների սխալներից։ Մենք պիտի թույլ չտանք այն սխալները, որ թույլ տվեց արաբական աշխարհը։ Հիմարները սեփականից, չէ՞։ Այո, ըստեյության այդպես է ստացվում ամենայն դեպս, այդ մի հատ բան կա տենց, որ մի հատ դասախոս միշտ Կարլ Մարքսին էր մեջբերում, դասախոսությունների ժամանակ, ինչպես ասել է Կարլ Մարքսը, այսպես, մի օր եւ հղում էր տալիս Մարքսի կապիտալը։ Մի օր ուսանողներից մեկը ասում է, բայց ես Մարքսի կապիտալը կարդացել եմ, ինքը այդպիսի բան այդտեղ չի ասել, էլի։ Իրավիճակից դուրս գալու համար դասախոսն ասում է Մարքսը այդ մասին բանավոր է ասել։ Հիմա Բիսմարկը միգուցե բանավոր է ասել սեփական սխալներից ինտերվյուի ժամանակ։ Այո, ինտերվյուի ժամանակ, բայց ինչև է, եթե այսպես հումորային բան դնենք մի կողմ, իրականում իրավիճակը բավականին տագնապալից է եւ հիմա Միացյալ Նահանգների հետ բարեկամություն խաղալու ժամանակը չի։ Ինչու խաղալու, որովհետեւ Միացյալ Նահանգները երբեք ոչ մի պետության հետ անկեղծ բարեկամություն չի անում, եթե նա չունի շահ։ Իհարկե բոլոր պետություններն ունեն շահ եւ բոլոր պետություններն էլ բնական է որ պիտի ունենան շահ, բայց Միացյալ Նահանգների պարագայում դա միայն եւ միայն իրենց համար աշխատող, այսինքն միակողմանի աշխատող գործընթաց է եւ նրանք աչք չեն թարթի ուրեմն մյուս պետություններին օգտագործել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, իսկ հետո երբ որ իրավիճակը փոխվեց, ուղղակի կասեն կներեք, մեր նավերը Արարատը բարձրանալ չեն կարող։ Բայց եթե շարունակենք զուգահեռը, այս երկրները, Էմիրությունները, Քաթարը, մյուսը ունեն կոնկրետ, այսինքն ռազմաբազաներ, շատ կոնկրետ ռազմական մեխանիզմներ, մեր դեպքում դա էլ չկա, այսինքն մենք պաշտոնապես Միացյալ Նահանգների ռազմական դաշնակիցը չենք, նույն այս TRIP-ի կամ Վաշինգտոնյան հռչակագրի պարագայում այնտեղ որևէ կոնկրետ անվտանգության երաշխիքներ չկան, իսկ այս դեպքում կան, բայց դա էլ փաստորեն չի աշխատում, հա։ Նախ ֆիքսենք մի բան, աշխարհում չկա ոչ մի կատարել անվտանգային համակարգ։ Եվ արաբական աշխարհը իր վրա զգաց դա։ Բազաներ, դուք արդեն ասացիք հրթիռներ, ինքնաթիռներ, տեսակ, հա, բայց դա չաշխատեց։ Հայաստանի պարագայում սա ընդհանրապես արկածախնդրություն է, այսինքն Հայաստանը մտնում է մի process-ի մեջ, որտեղ Միացյալ Նահանգները ոչ մի բան չի ասել, ոչ մի պարտավորություն չի ստանձնել։ Ավելին օգոստոսի 8-ի պայմանում նշված է, որ սա չունի իրավական պարտավորություն, այսինքն այստեղ կողմերը իրավական պարտավորություն չունեն կատարել, չկատարելու հետ կապված։ Բայց լավ կլինի, որ կատարեք, հա, մոտավոր այսպես։ Այ լավ կլինի, որ դուք ճանապարհտաք մեզ, որովհետև դա շատ կարևոր է տնտեսական այսպես հրաշք ապահովելու համար։ Թե ո՞րն է այդ 42 կիլոմետրանոց ճանապարհի հրաշքը, դա միայն երևի գիտի Թրամփը։ Եվ այն երկրները, ովքեր որ, ինչպես ինքն է ասում, ես պարտադրեցի իրենք եկան միացան։ Ախր սա շատ կարևոր է։ Թրամփի այս հայտարարությանը ոչ ոք չի արձագանքում։ Ոչ Ադրբեջանում, ոչ Երևանում, հա։ Ինչ է պարտադրել։ Ինչ է ասել Թրամփը երկու երկրների ղեկավարների ականջին, որ նրանք մի ժամ հետո համաձայնվել են։ Թրամփը ասում է, ես բան արեցի, ստիպեցի, ասեցի, եթե դուք սա չստորագրեք,
ես ձեր նկատմամբ 200%-անոց մաքսատուրքեր կկիրառեմ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը Միացյալ Նահանգների հետ համապատասխանաբար 100 միլիոնը չի անցնում։ Այսինքն ապրանքաշրջանառությունը անցնում է 300 միլիոնը, բայց զուտ Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանումը 100 միլիոն չի անցնում։ Համեմատության համար հիշեցնենք, օրինակ Ռուսաստանի հետ 6.4 միլիարդ, այո։ Հիմա այդ 100 միլիոնը եթե դառնում էր 200 միլիոն, օրինակ, կամ եթե չէր բանանում այդ մաքսատուրքերը, եթե դուք կրկնապատկում եք, բարձրավոր կրկնակի չափով նվազելու էր։ Հիմա 100-ը դառնալու էր 50։ Այսինքն այդ ինչքան մեծ գումարի մասին էր խոսքը, որ Հայաստանը համաձայնվեց։ Ես կարծում եմ, այստեղ Տրամպը ստում է։ Այստեղ խոսքը չի գնացել պատժամիջ մաքսատուրքերի, ուրեմն ուրիշ հարց կա, որի վերաբերյալ Տրամպը ասում է, բայց զարմանալիորեն Տրամպի այս հայտարարություններին ոչ ոք չարձագանքեց։ Ոչ ոք հարց չբարձրացրեց, ոչ մամուլում, ոչ հարցազրույցների ժամանակ, ոչ մամուլի ասուլիսների ժամանակ, թե այդ ինչ է ասել, ինչն է ստիպել ձեզ, եթե, բայց մի բան էլ կա, չէ՞, եթե ինչ որ մի բան արվում է ստիպելով, նշանակում է դա մեր շահից չի բխում։ Հիմա մենք ո՞նց ենք դա փորձում հիմնավորել, որ սա բխում է մեր շահից։ Տրամպը չի ասում սա բխում է ձեր շահից, ասում է դա ինձ է պետք, ես ձեզ ստիպել եմ, որ դուք գաք ստորագրեք։ Տրամպն է ասում, մենք չենք ասում։ Ստում է Տրամպը։ Եթե ստում է, հեռու չի։ Եթե ստում է, մենք ստախոսի հետ ուրեմն ընդհանուր ճանապարհ չունենք գնալու։ Ուրեմն օգոստոսի 8-ն էլ ասու, տրիպը դրանից սուտ է։ Իսկ տրիպի վրա ինչպես է անդրադառնում, հաշվի առնելով, որ Իրանի դեսպանը հայտարարեց, որ հիմա պայմանները այլ են արդեն։ Ես չեմ կարծում, գիտեք, եթե ավելի այսպես լուրջ խոսենք, ես չեմ կարծում, թե տրիպ առհասարակ լինելու է։ Սա ուղղակի խոսակցություն է, ինչ-որ ժամանակ ձգելու եւ զբաղեցնելու համար։ Կամ կարելի է լուրջ խոսել, հա։ Տրիպի մասին առհասարակ լուրջ խոսել իմաստ չունի։ Քանզի այստեղ մի հատ շատ կարևոր հարց մնում է բաց, որն է Հայաստանի շահը։ Ինչ է ստանում Հայաստանը։ Հայաստանը չի ստանում ներդրումներ։ Պարզվում է, որ Միացյալ Նահանգները ներդրում չի անելու, ասում է, մենք նենց կանենք, որ տարածաշրջանի երկրները այստեղ ներդրում անեն։ Ով։ Ադրբեջանն ու Թուրքիա։ Սա բխում է հայ ժողովրդի շահից եւ Հայաստանի Հանրապետության։ Ես շեշտում եմ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության, բնականաբար ոչ։ Ասում եմ, մենք ենթակառուցվածքներ ենք կառուցելու ճանապարհներին։ Ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Այդ ճանապարհներին ենթակառուցվածքներ կառուցել պետք չի։ Ճանապարհն էլ պատրաստ ասֆալտի ճանապարհ, այսինքն այստեղ ոչ մի բան պետք չի անել։ Նախորդ անգամ ենք, չէ՞, խոսում, թե ինչքան, ասենք, օրինակ օգուտ կարող է գալ տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի։ 70 միլիոնի մասին էր կարծեմ գնում խոսքը, այնտեղ մասնագետները հաշվել էին տոննա կիլոմետր, այսպես տրանզիտի դեպքում 70 միլիոնի կարգի է։ Դրա 74%-ն էլ որ Միացյալ Նահանգներն է տանում, այն 26%-ն էլ կասի դեսա էլ պահպանման ծախսեր, Հայաստանի ոչինչ չի մնում։ Այսինքն ինչ է մեզ մնում։ Սրա տակ ասում են դե եկեք երկաթգիծը բան անենք, տան Ղազախներին։ Ղազախստան ասում է եղբայր, մի րոպե, բայց արդյոք դա վտանգավոր չէ։ Չէ, այդ Ղազախստան ասում է մի րոպե, բայց ես այդ մասին բան չեմ ասել։ Դուք ինչի եք բերում մի անգամուց ինձ բան, խի Ղազախստանը։ Ինչի եք ինձ թշնամացնում Մոսկվա։ Մենք Ղազախստանը դրա հետ կապ չունի, ասում է, մենք ոչ մի խնդիր չկա։ Նա էլ վախենում է Մոսկվայի հետ թշնամանալ։ Մոսկվան ասում է նախ, մենք դա չենք տալիս, չենք վաճառում։ Ղազախներն էլ ասում են, բայց մեր անուն ինչի եք տալի։ Մենք այդ մասին ես չեմ բացառում, որ այսպես բանի անդրկուլիսյան բանակցություններ եղել է, բայց երբ հերթը հասնում, ինչպես ասում են, առերեսման ժամանակը, Ղազախստանը ասում է, չէ, բայց մենք այդտեղ չկանք։ Սա մերը չի։ Հա? Իսկ ինչի էր պետք, իրենց պետք է երկաթգիծներ վերցնել, որպեսզի կարողանան այդ բեռները, որոնք Թուրքիայով պետք է գա եւ այլն, ինչ ուզեն անցկացնեն, որտեղով ուզեն տանեն։ Դրան գումարած մի բան էլ trip ենք ասում անընդհատ, բայց Թուրքիան Կարծից մինչև Ջուլֆա առանձին երկաթգիծ է կառուցել մեր սահմանին զուգահեռ, որը գնում է ժամանակի երկաթգծին զուգահեռ, կառուցվում է արդեն դա կամ կարծեմ կառուցել է։ Եթե կառուցել են, նշանակում է սա պետք չի իրանց։ Այսինքն միգուցե խնդիրը, որ Հայաստանը առհասարակ երկաթգիծ չունենա, ոչ թե վերցնեն տան ուրիշին, ինչպես ատոմակայանի պարագայում օրինակ։ Ես վստահ եմ, որ ատոմակայան չի կառուցվելու այդ ամերիկյան բլոկային։ Խնդիրը փակել Հայաստանի ատոմակայանը, Հայաստանը միացնել թուրքական էներգետիկ համակարգին եւ Հայաստանին գցել էներգետիկ ստրկության մեջ Թուրքիայից։ Սա է հիմնական նպատակը։ Իսկ ինչ արդյունքներ արձանագրեց եւ ինչ ազդեցություն ունեցավ
Պուտին-Փաշինյան ապրիլի 1-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիպում, այս վերջին 2 շաբաթվա իրադարձություններն ու զարգացումները ինչ ցույց տվեցին։ Դե գիտեք, շատ է խոսվել այդ մասին։ Այո։ Ես չգիտեմ պատահական է թե չէ, բայց առնվազն մի քանի ապրանքատեսակների հետ կապված խնդիրներ սկսեցին առաջանալ։ Ջերմուկի հետ կապված այդտեղ քրեական գործը վերաբացվե մահվան դեպք կա։ Ես չեմ ասում, դա հայտնի էլ չի, դա Հայաստանում շշալցված ջերմուկ ա եղել, տեղում կեղծված ջերմուկ, դա այլ հարց է։ Խնդիրը ֆիքսած է, ջերմուկի հետ կապված կա խնդրեմ։ Երկրորդը, կոնյակի հետ կապված, նվազագույնը Պրոշյանի կոնյակի գործարանի հետ կապված, լիցենզիայի այնտեղ կա խնդիր։ Ծաղիկի արտահանման հետ կապված կա խնդիր, թարմ ձկի հետ արտահանման հետ կապված կա խնդիր։ Արդեն 4 խնդիր ըստ էության ուրվագծվում է։ Այդ 4 խնդրին քանի խնդիր էլ կավելանա, ոչ ոք չգիտի։ Բայց այն, որ բանակցությունների ժամանակ պետք է որոշակի զսպվածություն դրսևորել եւ պետք չի ամենայն դեպս լրատվամիջոցների, հա, այս տեսախցիկների առաջ կծել ասելով, որ Հայաստանը ավելի դեմոկրատական երկիր է, մենք այսպես մեր մոտ խնդիր բան չի լինում, դա ուղիղ կերպով դու այսպես խայծում ես քո զրուցակցին։ Իսկ դա բավական այսպես այնտեղ հող բավական բան ստացավ, չէ, որովհետև շատերն են դժգոհ սոցցանցերի փակում, մյուս եւ 2 այսպես ճամբարների բաժանվեց։ Այո, եւ այստեղ շատ արագ օգտագործեցին այս ամենը եւ ուկրաինացիները, իմիջիալոց մաքուր ռուսերենով այդ ամեն ինչը տարածելով, եւ նաեւ այն լիբերալ հատվածը, որոնք այսպես ինագենտի, հա, գործակալի կարգավիճակից ելնելով դուրս են եկել Ռուսաստանի սահմաններից։ Դոժջալիքը սրան շատ լուրջ անդրադարձավ եւ լավ, սա մեր սովորական հասարակ ժողովուրդը սրանից շահեց թե տուժեց։ Այս հարցին պիտի պատասխանենք։ Այդ էմոցիաները դնենք մի կողմ, այդ էմոցիաները մի շաբաթ էր, հետո բոլորը մոռացան դրա մասին, բայց նստվածքը մնաց։ Որտեղ Հայաստանում է դեմոկրատիա, որտեղ մարդը ասում է իմ ձևով, մեր ձևով, ասենք, կպաշտպանեմ եկեղեցուն եւ մեղադրում են իշխանություն։ Ամենայն դեպս Կրեմլում այդ մասին բարձրաձայնվեց։ Ես չգիտեմ ինչ ոնց, բայց այդ մասին բարձրաձայնվեց։ Ասես դե գիտեք, Հայաստանում այնքան դեմոկրատիա է, որ այսինքն ի տարբերություն ձեզ։ Տողերի արանքում է թե մենք։ Այստեղ մնում է հարց, իսկ պետք էր արդյոք այտենց անպատրաստ գնալ այդ հանդիպանը։ Ինչ է նշանակում հայ-ադրբեջանական սահմանը 100%-ով համապատասխանում է խորհրդային Հայաստանի եւ 100%-ով համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքներին։ Խորհրդային Ադրբեջանի հետ ներկայիս Ադրբեջանի ինչ կապ ունի։ Սահմանադրության հետ Ադրբեջանի այս սահմանադրության հետ խորհրդային Ադրբեջանի ինչ կապ ունի։ Լավ, կարելի էր այդքան անպատրաստ, լավ, մեկը չկար այդ մարդուն ասեր, որ տեքստ ով է գրել, ով է բան արել, դուք նայել եք Ադրբեջանի սահմանադրությունը, Հայաստանի վարչապետն է, անձնաբան թողենք մի կողմ։ Հայաստանի վարչապետը, Հայաստանի ղեկավարը գնում է Մոսկվա, հանդիպում է եւ մասնակցում է միջպետական բանակցությունների։ Դուք ինչի եք այդ մարդուն դնում վատ վիճակի մեջ։ Դուք չեք կարդացել սահմանադրությունը, որտեղ սևը սպիտակով նշված է 91 թվականի հոկտեմբերի 28-ի սահմանադրական բան, ուրեմն կարգավորումները Ադրբեջանի, որ առաջինը Ադրբեջան իրեն համարում է սահմանադրական ակտը, Ադրբեջան իրեն համարում է 1918-20 թվականի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, երկրորդը Ադրբեջանը 1922-1992 թվականների տարիները համարում է խորհրդային օկուպացիայի տարիներ։ Այս ինչի հիման վրա եք դուք այս սահմանը գծում։ Խորհրդային Ադրբեջանի կազմում կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար այո, բայց խորհրդային Ադրբեջանը, այս Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ իրեն չի համարում։ Հետևաբար ում հետ ենք մենք այսքան տարի բանակցել։ Այսինքն ինքնահռչակ ռուսերեն ասած սամազվանեց մեկը եկե նստելա բանակցությունների սեղանի շուրջ, ու այս 30 տարին մեկը չի ասել տղա ջան, դու ստե ինչ ես անում։ Դու ում ես ներկայացնում։ Դու ով ես։ Դու ո՞ր երկրի ղեկավարն ես։ 18-20, երբ որ հարցը կգա Ղազախի շրջանի պատկանելիության հարցը որոշելու, դա Հայաստանինն է թե Ադրբեջանինն է, կգաս կնստես այս սեղանի շուրջ։ Արցախի հետ դուք կապ չունեք։ Որովհետև 18-20 թվի Ադրբեջանի տարածքում Արցախ չի եղել։ Դու ես ինչ ես եկել, ում հետ ես եկել բանակցում։
Իսկ Արցախի հարցում, Ղարաբաղի հարցում նախ իհարկե նկատենք, որ Պուտինը հիշատակեց Ղարաբաղի հետ կապված process-ները, ըստ էության Ղարաբաղի հարցը։ Իհարկե մեկ այլ հարց է, թե ով էր ավելի մեղավոր, ինչ մեղք ուներ Ռուսաստանը, բայց ինչու էին, ասենք, մեղքը Ղարաբաղի համար գցում միմյանց վրա, եւ ձեր կարծիքով ով էր ավելի արդարացի։ Տեսեք, ես կարծում եմ, այստեղ Ռուսաստանի ղեկավարը հիշատակելով Արցախի հարցը ինքը ուղղակի մեկ անգամ եւս հիշեցրեց Հայաստանին եւ նաեւ Հայաստանի միջոցով Ադրբեջանին, որ նոյեմբերի 9-ի արձանագրությունները կան եւ նոյեմբերի 9-ի արձանագրություններով է, որ Ադրբեջանի տարածքով ռուսական բեռները գալիս են Հայաստան, այլ ոչ թե թրիփի։ Հետևաբար Արցախի հարցն է նոյեմբերի 9-ով է, որ Արցախը նոյեմբերի 9-ով ֆիքսած էր, որ Ադրբեջանի կազմում չի։ Այսինքն Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով փաստացի ընդունել է, որ կա Լեռնային Ղարաբաղ, որը իր տարածքում չի։ Ռուսաստանի նախագահ սա է նկատի ուներ։ Այդ մեղավորությունը ով էր մեղավոր, դա պատմությունը կդատի եւ այդ հարցին դեռ կանդրադառնանք, լավ ժամանակներ եկավ, բայց այստեղ կարևոր հարցը Արցախահայության Արցախ վերադառնալու իրավունքը եւս մեկ անգամ վերահաստատվեց։ Եվս մեկ անգամ անկախ նրանից այստեղ ինչ դիրքորոշում կլինի, Բաքվում ինչ դիրքորոշում կլինի, եւ բացի մի հատ կարևոր հանգամանք էլ Օվերչուկի հայտնի արտահայտությունը Թուրքմենչայի պայմանագրի հետ կապված։ Հաջորդ օրը Այո, Արցախը ոչ Հայաստանն, ոչ Ադրբեջանը իրավունք չունեն իրար մեջ անելու, որտեղ Արցախի հարցը լուծվում է Ռուսաց կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության եւ Սեֆյան Իրանի ըստ էության իրավահաջորդ ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որտեղ նրանք են հանդիսանում այն պետությունների ժառանգորդները, ովքեր որ ժամանակին ստորագրել են այդ պայմանագիրը, որով Արևելյան Հայաստանի հետ միասին նաև ուրեմն Արցախը տրվել է Ռուսաց կայսրությանը։ Այսինքն դուք չի որ պետք է կարողանաք իրար մեջ ինչ որ ընկնելով ֆոն դեր Լայնների եւ Կայա Կալասների խելքին մեջ անեք, իրար նվեր տակ եւ համարեք, որ այդ հարցը փակված չի։ Պարոն Բալասյան, բայց եթե առաջնորդվենք Գյուլիստանի 1813-ի կամ Թուրքմենչայի 1828-ի պայմանագրերով, ուրեմն Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի Դաշնության մեջ, որպես ռուսական կայսրության իրավահաջորդի։ Չէ, այդտեղ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չկա, այդտեղ խոսքը գնում է Արցախի պատկանելիության մասին, գլոբալ առումով։ Արցախի պատկանելիությունը նկատի ունենք, Արցախը ումից վերցրել է, դա այդտեղ Ադրբեջան չի եղել։ Ադրբեջանի կազմում Արցախը չի եղել երբեք, այն Ադրբեջանի, որ իրավահաջորդն է ներկայիս Ադրբեջանը։ Հետևաբար այս հարցը, այդ որոշելու հարցը չի, այս ձեր ֆորմատի հարցը չի։ Այս հարցը շատ ավելի բարձր ֆորմատի հարց է, որին դեռ կանդրադառնանք։ Ըստ էության Մոսկվայի հիմնական ուղերձն սրան էր վերաբերում։ Շատ լավ, եւ վերադառնալով Իրանի թեմային, ամփոփենք մեր զրույցը, դուք այսպիսով կարծում եք, որ այս հրադադարի միջոցով ամերիկյան կողմը, ենթադրում եմ առավել եւս Իսրայելը, որը առաջին իսկ օրից սադրանքների է ենթարկում եւ տորպեդահարում է հրադադարը, փորձում է ժամանակ շահել, նախապատրաստվել նոր հարձակման անցնելու համար։ Ավստրիացի տեսաբան Կլաուզևիցը ասում էր, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական միջոցներով, բայց եթե շարունակեն պատերազմը, ապա ինչ նպատակով ու ինչի հասնելու համար, չէ՞ որ ինքնանպատակ չէ։ Ցամաքային օպերացիա իրականացնելու համար։ Հիմա գնում է շատ ակտիվ աշխատանք Իրանի բոլոր հարևանների հետ, տեսնեն թե ով կարողանա մասնակից դառնալ կամ տարածք տրամադրել դրա համար։ Հիմա ստվերային բանակցությունները դրա մասին են գնում։ Իսլամաբադը իրեն ինչպես կդրսևորի, քանի անգամ Պակիստանի բանակի հրամանատարը կգնա Իրան հետ կգա, դա ըստ էության էական չի, սա արվում է ուշադրություն շեղելու համար եւ իրանական կողմը արդեն հստակ սա պատկերացնում է դրա համար Պակիստանի հետ կապված ասեց, որ Պակիստանին իրենք չեն դիտարկում իբրև միջնորդ։ Հակընդուն են քաղաքավարությունից ելնելով, ամեն դեպքում ընդեղ էլ փուշտուններ են ապրում, նրանք էլ իրանական ցակում, իրանախոս եւ այլն, այս ամեն ինչը Իրանը հաշվի առնում է։ Բայց այստեղ հիմնական նախապատրաստական աշխատանքը գնում է ցամաքային օպերացիա իրականացնելու համար։ Առանց դրա սա գոնե Տրամպը փորձում է անել դեմքը փրկելու համար։ Եթե սա էլ տապալվեց, իսկ բոլոր շանսերը կան, որ սա էլ է տապալվելու, Տրամպին ոչ բան չի մնում, քան ուղղակի հրաժարական տալ, կամ նրանք ստիպեն հրաժարական տալ։ Այսինքն կարծում եք, որ այդ դառը փորձը Իրանի, քանի որովհետև Իրանը հիմա էլ են հարցնում, երկու անգամ դուք բանակցեցիք եւ երկու անգամ պատերազմ սկսեցին, հիմա էլ կարող է ընկնել Իրան այդ նույն թակարդի մեջ։ Այո։ Քանզի իրանցիները լինելով արեական ժողովուրդ,
նրանք սովորաբար իրենց խոսքի տերն են լինում եւ նրանք դիմացինին ընդունում են նույն տրամաբանությամբ, որ եթե մի հատ ամբողջ երկրի արտգործնախարար գալիս նստում է իրենց հետ բանակցելու, այն էլ միջուկային տերության, ինչպես իրենք սովոր են ասել, թիվ 1 երկրի։ Դժվար թե այստեղ խապկանք լինի, բայց արի ու տես, որ նույնիսկ ամենահզոր երկրները չեն խորշում զուգահեռ բանակ մի ձեռքով բանակցել, մյուս ձեռքով սուրը հանել պատյանից իրենց բանակցողին վնաս հասցնելու կամ սպանելու համար։ Իսկ ինչ հանգուցալուծում եք ընդհանրապես տեսնում իրանական հակամարտության, եթե Իրանը ավելի ուժեղացած դուրս գա, ինչպես է դա փոխում ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ ովքեր են ընդհանրապես շահում այս բան եւ ապագայում կշահեն այս հակամարտությունից, թե տարածաշրջանային, թե միջազգային դերակատարներ։ Առաջինը շահում ենք մենք, եթե Իրանը ուժեղացած է դուրս գալիս, քանզի Սյունիքի հայկականության հարցը առասարակ, այսինքն այդ կասկածի տակ դնելը դուրս է գալիս։ Վտանգը Սյունիքի վրայից վերանում է։ Եթե Իրանը ուժեղացած դուրս է գալիս, Ալիևի ախորժակն է շատ արագ փակվելու, քանզի Ալիևը դեռ Թեհրանում տհաճ զրույցի է ստիպված լինելու մասնակցել։ Եթե Իրանը դուրս է գալիս այս ամեն ինչից ուժեղացած, ապա Հայաստանի համար սա շանս է Իրանի հետ զարգացնելու տնտեսական հարաբերությունները բոլոր ուղղություններով, այսինքն ցանկության դեպքում մենք կկարողանանք շատ արագ մեղրու ազատ տնտեսական գոտինել կառուցել, մենք կկարողանանք Արաքս գետի վրա 100 մեգավատանոց հեկնել կառուցել, մենք կկարողանանք բարձրավոլտ էներգահամակարգներ զարգացնել, մենք կկարողանանք Քաջարանում նավթավերամշակման գործարաններ կառուցել, ամեն ինչ էլ կարող ենք անել։ Նաև մենք կկարողանանք Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնել եւ խորացնել առաջին հերթին հարվածային անօթաչուների եւ հրթիռաշինության բնագավառում։ Շնորհակալ եմ հետաքրքրությունի համար։ 160 թեմի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Կհանդիպենք։